Պարոն Քոյլյան, ինչպես եք գնահատում այսօր Արարատ Միրզոյանի հայտարարությունները Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված։ Հիմա այս դարիներով այս Թուրքիա-Հայաստան նորմալիզացիա process-ի համար աշխատիմ եւ իմ երազս է անե որ այս սահմանը թող բացվի, օր առաջ բացվի եւ գարձեմ կալդերի հումարին կամ փետրվարին գնալ շատ լավ զարգացումներ պիտի տեսնենք նախ եւ առաջ անշուշտ կարծեմ ասիկա պիտի ըլլա երրորդ երկրների քաղաքացիները համար ասփացումը հունվարին եթե ամեն ինչ լավ է անգեհետ հուսամ քանի ամիսի մեջ Թուրքիա եւ Հայաստանի քաղաքացիներն Թուրքիա եւ Հայաստան պիտի գրանան երթալ Աստեսական զարգացումներ կսպասեմ եւ շատ հիմա ավական փայլուն տեսնամ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդում սահմանների բացման վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունները երբ են ձեռք բերվել, ինչ ծրի շրջանակներ, ինչ քննարկումների շրջանակ։ Թուրքիա հիմա առաջ շարժել գուզե, անկարևոր է։ Հիմա անդեսակ որոշում մգա Անկարայի մեջ, բայց ամենամեծ արքայական գիտեք, այս Ադրբեջան եւ Թուրքիա ունի երկու երկր մեկ համայնք քաղաքականություն եւ հիմա այս երկու process-ը միասնապար քալելու արիթմ ունի անկարևոր է հիմա մեկը մյուսին արկելքներ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիոնը եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիոն մեկը մյուսին արկելքներ հիմա երկուքը միասնապար գնարկալ է եւ այս ամիսները շատ որոշիչ բդելա Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիայի եւ եթե արամիդիալ երկրներն քիչ մը օգնե կարծեմ Թուրքիա համոզելի համար եւ Բաքուի նախ Ալիևը համոզելի համար կարծեմ ամեն ինչ գնա շարժել միասնապար Ըստ Թուրքիան ինչ է ձգտում սահմանների բացումը Հայաստանի հետ Թուրքիա հիմա քանի մի դարի վեր արդեն գիտենք 2012 թվականին Էրդողանը հոսք մտավ որովհետեւ ասահմանը բիլի փանա եւ լահի առաջ երրորդ երկրների քաղաքացիների համար բայց դժբախտաբար արամիդիալ երկրները գարզեց որ Էրդողան արամիդիալ երկրները ասկեչ շատ քող պիտելլա բայց դժբախտաբար Էրդողանը կրեդիտ միշտ տեսավ շահմը չտեսավ արամիդիալ երկրներն եւ Ալիևը բարոն Էրդողանը զանգեց եւ ըսավ պետք չէ որ փանաս սահմանը մինչև այս հրամանդամ եւ երկրորդ ըսավ որ Ալիևի նեֆտ ընկերությունը Սոկարը ներդրում պիտի ունենա 8 միլիարդ դոլարնոց Էրդողանը օպորտունիստ նահանգահմն է եւ իր շահը հաշիվ մգնե ինչ շահ ունիմ ինչ կորուստ ունիմ եւ դժբախտաբար արամիդիալ երկրները շահ չլեսավ եւ դժբախտաբար աս սահմանը Թուրքիա-Հայաստան սահմանը կոչ մնաց բայց հիմա գարձեմ Թուրքիան Ադրբեջանը հասկացավ աս օգոստոս 8-ի պայմանագրերն հետո որ հիմա ժամանակն է առաջ շարժելու ժամանակն է եւ անդեսակ որոշում մգա Անկարայի մեջ կարծեմ լավ զարգացումներ պիտի տեսնենք հունվարին Պարոն Փալյան ասացիք որ եթե ամեն ինչ լավ գնա այլ որ իրադարձությունները պետք է լավ գնան եւ ինչ խոչընդոտներ կան այս պահին որովհետեւ Արարատ Միրզոյանը քիչ առաջ ասաց որ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին ապա առաջին բեռնատարը գալիս է ցորենով եւ ապաշրջափակումը արդեն իրականություն է այդ դեպքում Թուրքիան ինչին է սպասում ապաշրջափակման համար եւ սահմանը բացելու համար հիմա Թուրքիան հիմա աս դեսավ որ գրիվներով Թուրքիա ամեն ինչ կորցնուց 2020 թվականի գրիվով Թուրքիան գարզեց որ Թուրքիան շահմը բիդունա գողգասի մեջ բայց ամբես չհավ Ռուսաստանը շահ ունեցավ մյուս երկրները շահ ունեցավ բայց Թուրքիան կորցնուց Թուրքիան հասկացավ որ մինակ հաուտյան ջամփայով Թուրերը փանալով եւ ջամփաները փանալով Թուրքիա շահ կնոնանալ ասիկա հասկացավ եւ Թուրքիան հիմա գոմից է որբեսի սահմանները փանանք հաուտյան process-ները առաջ շարժենք եւ նորմալիզացիա process-ները առաջ շարժենք ասոր համար գարզեմ շատ մեծ արիթի բադուհամ մկա Թուրքիան գոմից է
բայց հիմա բարոն Գարզամ նախագահ Ալիևը հաշիվ մգնե ինչ պիտի գործեն, ինչ շահեր բդունանա, ասոր փանալիննալ զարգացումներն են եւ ներդրումներն է Թրամփ ջամփայի ներդրումը պետք է օր առաջ առաջ շարժվի եւ մյուս թուրերը բացումնալ Թուրքիան Ադրբեջան շիդակ ջամփամը գա եւ այս ջամփան եթե փանանք Թուրքիան ընկերությունները ասկեշահ բիդունանա Հայաստան ընկերությունները եւ Ադրբեջան ընկերությունները ասկեշահ բիդունանա ասոր համար ամեն ինչ միասնապար գնա առաջ շարժել կամ ամեն ինչ գնա վադանալ ասոր աս ամիսները շատ որոշիչ պիտի լա Թուրքիա Հայաստան Ադրբեջան հարաբերությունների համար Պարոն Փայլյան Հայաստանի որոշ շրջանակներ մտավախություններն են հատկապես սահմանի բացման մասով անվտանգային առումով Հայաստանը վախենալու բան ունի Եթե սահմանները կոչ մնա վախենալը շատ բաներ ունի Հայաստանը 30 տարի ի վեր մեր սահմանները կոչ է եւ դժբախտաբար մենք ահետներ ապրեցանք Եթե սահմանները բացելը Արիև դուր գնենք դիպլոմատիկ հարաբերություններ ըլլա եթե տուրիստիկ հարաբերություններ ըլլա ասիգա բիդի պերը հաություն աշխարհակրթության այս վստահ եմ որովհետեւ ինչու Թուրքիա Հունաստանն խնդիրներ ունի չէ ունի բայց սահմանները բաց է արև դուր գա եւ 20 միլիոն տուրիստ գուկա Հունաստանի գազիներուն եւ Թուրքիա գոմից Երբ որ նախագահները իրարու բորա մենք կխնդանք ինչու մենք գիտենք որ գրիվ չի բդլը որովհետեւ ասիկա երկու կողմնա գործունեությունը ասկրևեն եթե Թուրքիան եւ Հայաստանն այս տեսակ դնդեսական դիպլոմատիկ հարաբերությունները ավելցնե եւ այս սահմանները բացվի այս նահաբաշուրները պիտի վերջանա եւ այս տեսակ իրարու հետ արևդուր ունելով երկու կողմնալ պիտի ունենա շահեր եւ եթե խնդիր ունենալնալ երկու կողմնալ պիտի գործունեությունը որովհետեւ այս ջամփաները նեֆտի ջամփաներ դեյթա ջամփաներ կամ շոկեգարքի ջամփաներ ասոնք պիտի բերը հաղորդություն եւ այս հաղորդությունը մնայուն պիտի լա որովհետեւ բոլոր երկրները ունի գորուստներ երբ որ գրիվին Եթե հաղորդությունը գազམ་ակերպեն մնայուն հաղորդությունը գազམ་ակերպեն բոլոր ժողովուրդները պիտի ունենան շահեր ասիկա պիտի լա այս գարանտին այս հաղորդյան գարանտին Ես ճիշտ եմ հասկանում որ արդեն փետրվարին սահմանները բացվել են Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար Հիմա Ես իմացած ան է որ հունվարին այս սահմանը բարեբախտաբար պիտի բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար Եթե նախագահ Ալիևը ոչ չսե Անգե հետ ունալ քանի մի ամսի մեջ հույս ունիմ որ այս սահմանը կգնա բացվի Թուրքիա եւ Հայաստան քաղաքացիների համար Հունվար երբ որ նշում եք հունվար նկատի ունեք որ ձեր այդ ասած հա Թրամփի ուղին եւ այլն ոչ այդ արդեն պատրաստ կլինեն Հիմա Թրամփի ջամփայի համար գարձեմ հունվարին զարգացումներ պիտի տեսնանք եւ ամեն ինչ առաջ միասնաբար գնա շարժել Թուրքիա Հայաստան հարաբերությունները գնա զարգացումներ տեսնանք Հայաստան Ադրբեջան զարգացումները աս ջամփայի գնա բացվի եւ Թրամփ ջամփայի համար զարգացում գնանք տեսա պիտի տեսնանք բարեբախտաբար գարձեմ պիտի տեսնանք եւ ամեն ինչ միասնաբար գնա առաջ շարժել անդեսակ հույս ունիմ եւ արդուն քիշեր ասոր համար աշխատեն Վաշինգտոնի մեջ, Թուրքիայի մեջ եւ Երևանի մեջ։ Իսկ դուք ասում եք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարժվում են առաջ, իսկ ինչպես ենք մենք շարժվում առաջ, եթե Թուրքիան մինչ օրս չի ընդունել հայոց ցեղասպանությունը։ Հիմա 110 տարի ի վեր մենք նահաբաշարում ունենք, որովհետեւ Թուրքիա պետք է արարեսվի հայոց ցեղասպանության հետ Անգե հետո մենք հարաբերություններ գնանք ունենալ, բայց դժբախտաբար մենք շահմուտ չունեցանք ասկե եւ իմ մեծ մայրիկը մերավ առանց արդարության եւ իմ հայրիկս ալ մերավ առանց արդարության եւ չեմ ուզեր որ մեռնիմ առանց արդարության եթե աբակամը չունիս եթե հարաբերություն չունիս եթե թուրը կոց է ինչպես կգնաս երկխոսությունը սկսել անցյալի համար պետք է հիմա գարձեմ պետք է Աբակամը ունենալ, հարաբերություններ ունենալով, թուրը բաց մնալով, գարձեմ աբակամը գնանք շնել։ Անգե հետո ավելի թուրին պիտի ըլլա անցյալի համար խոսիլը։ Դժբախտաբար ասիկա մուտ սմերմն է մարդկային իրավունքների համար։ Աշխարհագարքը փոխվեցավ։ Լավ օրերով անգամ մենք
արդարություն չգրցան գտնալ։ Հիմա անգարելի է անիկը։ Բայց մենք արդարությունը պետք չէ որ փնտրենք Վաշինգտոնեն, Փարիսեն, Բերլինեն։ Պետք է արդարությունը աստեղ, աշխարհակրթության մեջ պետք է բանջենք եւ երկուսությունով կարծեմ ամեն ինչ ավելի թույլ միտել է։ Թուրքիան ժողովուրդը հիմա պատրաստ է ասելու քեշ բանար ապրեցանք 1915-ին։ Բայց պատրաստ չէ որ այսօր անունությունը սեհասպանություն։ Մենք հալ պետք է աս երկուսությունը սկսենք միասնապար որովհետև 110 տարի իվեր բոլորս գործունեություն հայերն ալ, ազերներն ալ, թուրքերն ալ գործունեություն, քուրդերն ալ գործունեություն վերցին 50 տարի շատ մեծ ընտրներ կար Թուրքիա եւ քուրդերի հետ։ Հիմա քուրդական հարցի համար ալ հիմա նոր հաղորդության process մը կա։ Այսօր համար արիթի բադոհամ մը կա, եթե աբական չգշինենք, կարծեմ անցյալը համարալ, մեր ահետները համարալ, խոսիլը ավելի թույլ միտել է։ Պարոն Փալյան, եւ ասացիք, որ հիմա էլ Վաշինգտոնում եք աշխատում հարաբերությունների կարգավորման համար, չեք մտածում Թուրքիա վերադառնալու մասին, թե Հիմա այս 20-30 տարի Թուրքիա մեջ խոսեցա, որովհետեւ հիմա առաջարկեցի, որ Թուրքիա ժողովուրդն, Թուրքիա նահարարներն, նահանգահներն, որովհետեւ առաջ շարժե Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի համար։ Բայց Թուրքիան նահանգահը օպորտունիստ նահանգահն է։ Եվ մինակ իր շահը գնայ է։ Անշուշտ բարոն Էրդողանը գրնա ուզել որ աս սահմանը փանալ, բայց երբ Ալիև, Փաշինյան եւ Թրամփի հետ անորայավ։ Այս ճուզեցի որ ասպես տոլա գուզեցի որ Էրդողան, Ալիև եւ Փաշինյանը կողքով եւ իրար հետ ստորագրեն, բայց դժբախտաբար։ Այս ասորոմար ամերիկացի որբեսի համոզեմ Ամերիկայի կառավարությունները որբեսի առաջարկեն Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան որբեսի առաջ շարժեն։ Բայց հիմա Թրամփը կատալիստ է, պարոն Թրամփը, նախագահ Թրամփը, այս կարծեմ Թրամփ ջամփան կատալիստ մի բիդել է ամեն ինչը առաջ շարժելու համար եւ աստեսակ օգնությունը պետք ունենք։ Այս ասորոմար Վաշինգտոնն անշուշտ Թուրքիան գրնամարտալ արդեն Հայաստանն եմ, բայց երբ որ այս կատալիստը նով թերը վերջանա, անգեհոտը կարծեմ ավելի հիմա թերը պիտի ունենանք, որովհետև այս հաղորդությունը մնայուն ընելու համար ամենեն քիչ 5 տարի պետք ունենք։ Եվ շատ երկուսություններ պիտի ունենք, տնտեսության երկուսություններ, դիպլոմատիկ երկուսություններ եւ նահապաշարումներ կա, արդեն իմացակ նահապաշարումները։ Այս եթե աբակամը միրաստապար գնանք շնել, կարծեմ հիմա կորձը աս աշխարհակրթության մեջ բդել է, երբ որ Թրամփ ռուտը, Թրամփ ջամփան շինվի, անգե հետո կորձը աս աշխարհակրթության մեջ բդի սկսի եւ այս ալ բադասանադություն անելը պատրաստ եմ եւ գոչ գնեմ, բոլոր հայերս, բոլոր թուրքերը, բոլոր ազերները պետք է բադասանադություն անեն։ Պետք չէ որ ցկենք ասոն as բադասանադություն մինակ քաղաքական կորզիչները վրա։ Պետք է բոլորս ալ բադասանադություն ունենք, որովհետեւ այս զարգացումները առաջ շարժեն։